Մի քանի մեկնաբանություններ ֆանեջերի կողմից, որոնք որ ահավոր տարօրինակ ու կասկածելի են, ու այդ մեկնաբանությունները կարդալուց ընդամենը մի հարց է առաջանում. ինչի համար։ Եթե կհիշեք, ժամանակին Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո մի շարք մարդիկ իր ետևից ինքնասպանություն գործեցին, հետևաբար ինչ ենք հասկանում, որ MJ-ը փաստացի իր երկրպագուների համար ոչ թե սիրելի արտիստ էր, այլ ավելին։ Մի խոսքով այդ մարդկանց կուռքն էր դարել, առանց որի այդ մարդիկ իրենց կյանքը չէին պատկերացնում։ Օրինակ վերջին մի քանի տարիներին ահավոր աչքի են ընկնում ֆանեջերը, ովքեր որ փաստացի երևում է, որ ուղղակի տարված են այդ անձնավորությամբ, ու այդ ֆանեջերն էլ գրում են մեկնաբանություններ, որոնք էլ որ հենց դարել են այս տեսանյութի պատճառ։ Լրիվ նորմալ է քո սիրելի արտիստին աջակցելու համար նրան դրական մեկնաբանություններ գրելը։ Ու կսկսենք հենց դրական սովորական առաջին հայացքից մեկնաբանություններից, բայց քանի շարունակում ենք, մեկնաբանությունները դառնում են ավելի տարօրինակ ու խնդրահարույց։ Առաջին մեկնաբանությունը. այսքան կատարյալ մենակ դու ես։ Դրական մեկնաբանություն, գեղեցիկ կոմպլիմենտ, որը որ առաջին հայացքից ոչ մի խնդիր չի առաջացնում։ Ու եթե մոլորակը դադարի պտտվել, դա կլինի քո գեղեցկության պատճառով։ Okay, էլի դրական մեկնաբանություն, ճիշտ է, հաշվի առնելով ֆիզիկայի օրենքները չեմ պատկերացնում, թե դա ոնց է տեղի ունենալու, բայց դե։ Եթե դու լինեիր ծով, ապա ես սիրով կխեղդվեի քո ալիքներում։ Ինչ որ մեկը սուիցիդալ հակումներ ունի։ Ոնց էր Հայաստանում emergency service-ի համարը։ 911, հա։ Oh my god, he's dying. Call 911. What's the number? 911 Ես քեզ կդադարեմ սիրել այն ժամանակ, երբ ծովերը չորանան եւ երկինքն իր գույնը կորցնի։ Այս մեկնաբանությունից հասկանում ենք, որ մոտակա 5 միլիարդ տարին հաստատ դեռ սիրելու է։ Ամենից առավել։ Ամենից ասելով ի նկատի ունեք ամենից, ամեն ինչից, հա։ Կան մարդիկ, ովքեր ցանկացած պահի կարող են ժպիտի պատճառ դառնալ։ Իմ ժպիտինը դու ես։ Հա։ Ապրելու միակ պատճառ։ Պատկերացնում եք ինչ տխուր պիտի լինի անձնավորության վիճակը, երբ որ իր ապրելու միակ պատճառը իրան լրիվ անծանոթ ինչ որ մեկն է, ով որ նույնիսկ չգիտի իր գոյության մասին։ Yeah, that's right. Ու ամենավերջին մեկնաբանությունը, սենց բան ուղղակի չկա, էսի final level-ն է, ուշադրություն։ Կյանքս էլ տամ էլի քիչ է իմ կյանքի իմաստ, առանց քեզ չեմ կարող ապրել։ Դիմեք հոգեբանի կամ մոտակա եկեղեցի դիվահարության համար։ Իսկ իրականում այս վիճակը ահավոր տխուր է։ Ու եթե նույնիսկ ենթադրենք, որ այս մեկնաբանություններ գրողների մեծ մասը երեխաներ են, էդ էլ չի արդարացնում այս ամեն ինչը, որովհետև բոլորս էլ եղել ենք երեխա ու մեզանից շատերը համոզված եմ երբեք նույնիսկ փոքր հասակում այսպիսի վարքագիծ չէին դրսևորի։ Հետևաբար պարզ է դառնում, որ այս տարիքային ինչ որ բան չի, այլ մի հատ լուրջ խնդիր է, որից որ պիտի ուղղակի բուժվել։